Որպես երիտասարդներ մենք երբեմն ունենում ենք տկարություն, թուլություն մեր ընկերների հետ կապված, խնդիրներ մեր ընկերների հետ կապված, լսել ենք չէ շատ, որ ասում ենք, դե շատ վստահեցի, շատ մոտ թողեցի, շատ կապվեցի, հետո ես տուժեցի եւ այլն, սենց ոնց որ ընկերների հետ կապված միշտ ինչ որ անհամաձայնություններ են լինում, դժվարություններ են լինում, բայց երբ որ մենք Աստծո խոսքից իմանանք, թե ով է ընկերը, ինչպիսին պիտի լինի, մենք այդպիսի հարցերի մեջ չենք լինի։ Եվ ուզում եմ, ես այս մասին ասել եմ, բայց էլի եմ ուզում խոսել, որտեվ երիտասարդներից թույլ տեղերից է, քանի որ մենք շրջապատի մարդ ենք, սոցիալական էակներ ենք, մեր շուրջը միշտ մարդիկ են հավաքվում, որոնց սկսում ենք համարել մեզ ընկեր եւ դրանից էլ շատ հարցերում տուժվում ենք։ Նայենք ընկերոջ տեսակները, թե քանի տեսակի ընկերներ են լինում եւ սրանք ընդհանրապես հոգեբանության մեջ ընդունված ընկերների տեսակներ են, թե ինչպիսին են լինում ընկերները։ Առաջինը լինում են սրտակից ընկերներ։ Դա ընկերոջ այն տեսակն է, որը հազվադեպ է հանդիպում մարդու կյանքում, կամ միգուցե երբեք չի էլ հանդիպում, մինչև որ հանդիպում ես քո կողակցին եւ կողակիցդ է դառնում քո սրտակից ընկերը եւ միակը քո կյանքի մեջ։ Սրտակից ընկեր գտնելը հեշտ բան չի, բայց ցավոք երիտասարդներս հենց այստեղ ենք սխալվում։ Մեր երիտասարդ տարիքում այնքան հեշտ ու արագ ենք մեր կողքի, մեր հետ քայլող, մեր դասընկեր, գործընկեր, մեր հետ եկեղեցում ծառայող, մեր կողքը եղողին արագ համարում ենք սրտակից ընկեր։ Սիրտ ենք բացում, տուն ենք բացում, այդպես համարում ենք, ընկալում ենք, մեկ էլ ինչ որ մի կյանքի պարագայում տեսնում ենք մեզ հետ համաձայն չեղավ, մեր կողքը չեղավ այդ պարագայում, մեր հետ չքայլեց, կոտրվում ենք, հիասթափվում ենք, ոնց թե ախր իմ ընկերն էի համարում, բայց ինքը չի եղել քո սրտակից ընկերը, ինքը պարզապես եղել է քո գործընկերը։ Գործընկեր ասելով ի նկատի չունեմ աշխատանքի վայրի ընկերը միայն կամ դպրոցի վայրի ընկերը, այլ երբ որ դուք միասին ինչ որ մի նպատակ եք իրականացրել, անգամ եկեղեցում միասին ինչ որ ծառայություն եք անում, դուք գործընկեր եք, միասին ինչ որ նպատակ, տեսիլք, ինչ որ գործի մեջ եք, միասին թեկուզ հոգևոր դաշտի մեջ, բայց պետք չի շփոթել, որ դա քո կյանքի ընկերն է եւ չհիասթափվել, ակնկալիքներ չունենալ, ձախողումներ չհամարել, երբ որ այլևս ստացվում է այնպես, որ էլ չեք շփվում, որովհետեւ ձեր գործեր կյանքի բերումով բաշխվում են։ Դու սկսում ես շարունակել օրինակ այդ տեսիլքը, այդ նպատակը, այդ ուղղությունը, բայց քո հետ եկող գործընկերդ մեկ է փոխում է իր որոշումը ինքը էս մի ծառայությունն անի, կամ էլ այդպես չի մտածում, դիտավորյալ չի անում, քեզ ցավացնելու համար չի անում, պարզապես փոխվում է իր աշխարհայացքը, իր մտածելակերպը, իր ընտրությունը, ոչ թե թիրախավորում է հենց քեզ, այլ ընտրում է իր կյանքի ուղին։ Եվ իրավունք ունի ընտրելու, ինչպես որ դու էլ իրավունք ունես, ոչ թե ընկերոջդ ուզածի պես, ընկերուհուդ ուզածի պես իրեն հաճեցնելու համար, այլ դու գտնես, որն է քո համար պետք, ճիշտ, աստվածահաճո եւ այդ ուղղությամբ գնա։ Կարևորը ամեն մեկը իրենց ճիշտ տեղերում լինեն։ Եվ գոյություն ունի նաեւ չարության ընկեր։ Ինչի նկատի ունեմ, երբ որ Աստվածաշունչը ասում է չարության ընկեր, երբ որ միաբանվում են խմբավորվում են կամ երկուսով միասին են լինում ինչ որ թեմաներ անդադ քննարկելու համար, բամբասելու համար, ինչ որ լուր իմանալու իրար հետ կիսվելու համար։ Դե ոչ բոլորի հետ է հնարավոր չէ բամբասել, ինչ որ թեմաներ կան զրուցել, ոչ բոլորն են բաց, բայց մեկ էլ գտնում ես, մեկին ում հետ հնարավոր է այդ քո մեջի եղած ինֆորմացիան գնաս ու իրար հետ կիսվես ու իրար հետ քննարկեք, դնեք, վերցնեք։ Աստվածաշունչը այսպիսի ընկերակցությունը անվանում է չար ընկերակցություն։ Մենք պետք է ուշադիր լինենք, հոգևոր երիտասարդներ, ազդող երիտասարդներ, որ մեր ազդեցությունը մեր շրջապատում, մեր ընկերների վրա ճիշտ լինի։ Աստվածաշունչը ասում է չար ընկերակցությունը բարի վարքը, բարի պահվածքը, կեցվածքը, դաստիարակությունը փչացնում է։ Այսինքն պետք չի բացասական որակներ ունեցող մարդկանց հետ ընկերանալ։ Կարևոր բան եմ ասում, պատասխանատու բան եմ ասում, կարող եք շփվել բոլորի հետ,
բարևել բոլորին, կարեցածի չափ օգնել բոլորին, բայց ընկերանալ իրավունք չունեք։ Եթե որևէ մեկը անընդհատ հայոյող է, դու իրավունք չունես նրան քո ընկերը համարելու։ Այո, դու կարող ես փորձել օգնել նրան, կարող ես իր հետ կապ ունենալ, ես չեմ ասում բոլոր կապերդ կտրես, մինչև որ զգաս, որ փոփոխություն կա, բայց եթե տեսնես նպատակ չունի փոխվելու, անգամ այդ կապն է պետք, որպեսզի թողնես։ Մենք պետք է ուշադիր լինենք, ովքեր են մեր շրջապատում, միգուցե մեր շրջապատում թմրամոլներ են, հարբեցողներ են, խաղամոլներ են, որ ես էլ դեռ այդքան կայուն ու ուժեղ չեմ հոգևոր կյանքի մեջ, փորձում եմ իրան օգնեմ, ամեն անգամ որ խմբա գնում եմ իր հետ եմ լինում իր հետ, մեկ էլ տեսնում եմ ինքն է ինձ վրա ազդում, ոնց մի բաժակ էլ հետս չես խմում, ոնց մի հատ էս մի բանը իմ հետ չես օգտագործում, մի բան էլ դու ես ընկնում այդ թակարդի մեջ։ Դրա համար է ասում, չար ընկերակցությունը բարի պահվածքը փչացնում է։ Հեռու մնացեք, Աստված ձեր վրա չի դրել այդ պատասխանատվությունը չար ընկերակցության տեր մարդկանց կողքը մնալու, ընկեր լինելու, էլի եմ ասում, մնացեք, եթե տեսնում եք ի վիճակի եք օգնելու եւ ինքն էլ պատրաստ է փոխվելու, բայց եթե տեսնում եք ելք ու լուծում չկա, չպիտի լինեն այդպիսիները ձեր ընկերների շարքում, այդ համբավը ձեր վրա էլ կփոխանցվի։ Ուշադիր եղեք, որ չլինենք։ Մենք չպիտի վախենանք մարդկանց բացասականին ասելու վատ է, վախենալով, որ էլ մեզ չեն ընդունի, մենք ընդունված չենք լինի։ Մեր մոտ վատ կատակներ են անում, մեր դուրը չի գալիս, բայց դե ծիծաղում ենք, որ ոնց կլինի, բոլորը ծիծաղում են, մենք է շրջապատի մեջ նենց չասեն, դե դու հավատացյալ ես չես ծիծաղում։ Մեր երիտասարդ տղաները փոխարենը տեսնելու վատ հագնված երիտասարդ աղջիկների եւ նրանց պահված գնալու փոխարենը իրենց հայացքով սաստելու ավագ եղբոր պես թեկուզ, որ աղջիկը տեսնի, որ իր հագածի վրա այդպես նայեց վատ հայացքով, իր խոսացածի վրա այդպես արձագանքեց վատ հանդիմանական։ Եթե աղջիկները տեսնեն, միգուցե այդ պահին ծիծաղեն, վայ, ես ինչ տղա ես եւ այլն, բայց դա կսաստի հասարակությանը, եթե մեր հասարակության երիտասարդ տղաները իրենց այդպես հոգևոր տղամարդու պես արժեքներ պահելով արձագանքեն, դա կազդի աղջիկների վրա։ Նույնպես էլ աղջիկները ոչ թե ամեն տղայի ասած հումորի վրա ծիծաղեն, բարձրաձայնած ռեպլիկա ընդունեն եւ արձագանքեն, եթե մենք արժեքներ պահող լինենք, այդ արժեքները կփոխանցվի հասարակության մեջ, քաջ եղեք, համարձակ եղեք, մի վախեցեք արձագանքներից, վստահեք, որ դուք եք ազդելու, միգուցե այդ պահին համարեք, թե ձեզ չընդունեցին, բայց ձեր այդ ճիշտ դիրքը հոգևոր դաշտի մեջ նախ փոփոխություն է բերելու, հաղթություն է բերելու եւ այդ փոփոխությունը իջնելու է մեր հասարակության մեջ։ Խնդրում եմ զգոն եղեք, թե ովքեր են ձեր շրջապատում, ուշադիր եղեք, ում եք ընկեր համարում։